Եկեք այսօր միասին պատրաստենք շատ համեղ և տարբերվող ուտեստ։ Պատրաստելու ենք խխունջ տեսակի մակարոնով և մսով ուտեստ։ Տեսեք, թե ինչքան լավ է պահպանվել մակարոնի տեսքը և միսը, չի թափվել և շատ լավ մնացել է։ Սկզբում պատրաստում ենք խճողակը, որի համար մեզ պետք է աղ, սև և կարմիր պղպեղներ, չոր աջիկա։ Կարող եք ավելացնել նաև ձեր նախընտրած համեմունքները։ Ավելացնում ենք նաև աղացած սոխը, թթվասերը և մեկ ատամիկ զղտորը։ Թթվասերը շատ փափուկ և լավ է պահում միսը։ Բոլորը միասին լավ խառնում ենք։ Ավելացնում ենք նաև լեչո կամ կարող եք նաև տոմատի մածուկ ավելացնել։ Չորացած կանաչիներից ավելացրել եմ ռեհանը, իսկ թարմից, մաղադանուց և համեմ։ Կարող եք նաև ձեր նախընտրած կանաչիներն ավելացնել։ Լավ խառնում ենք և թողնում ենք մինչև համերը միաձուլվեն։ Միսը դնում ենք մի կողմ և պատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Մեզ պետք է նաև սոխ և գազար, սոխը մանր կտրատում ենք։ Գազարը նույնպես մանր կտրատում ենք կամ անցկացնում ենք քերիչով։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ կարևոր և հաճելի է։ Տապակի մեջ ավելացնում ենք մի փոքր բուսայուղ և տապակում ենք սոխը։ Մի փոքր ոսկեգույն դառնալուց հետո ավելացնում ենք նաև գազարը և միասին տապակում ենք 1-ից 2 րոպե։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։ Կարող եք նաև ձեր նախընտրած համեմունքներն ավելացնել։ Ավելացնում ենք նաև տոմատի մածուկը կամ կարող եք նաև պղպեղի մածուկ ավելացնել։ Խառնում ենք, տապակում ենք մի քանի վայրկյան և վերցնում ենք կրակի վրայից։ Մեզ պետք է նաև այսպիսի խխունջ տեսակի մակարոն։ Միսը և մակարոնը եփելու կարիք չունեն, պատրաստելու ենք հենց հում վիճակում։ Հրակայուն ամանի մեջ լցնում ենք սոխեռածը և հավասարաչափ տարածում ենք։ Վրան դասավորում ենք լցոնված մակարոնները։ Մեկ թեյք թար խճողակից այսպես լցնում ենք մակարոնների մեջ։ Շատ հեշտ է լցոնելը։ Կարող եք նաև խոհարարական տոպրակի մեջ լցնել միսը և այդպես լցոնել խխունջները։ Այդպես էլ է շատ հեշտ ստացվում։ Միսը պետք է խխունջի մեջ լավ սեղմել, որպեսզի եփվելու ընթացքում դուրս չգա միջից։ Բոլոր մակարոնները լցոնելուց հետո այսպես հավասար դասավորում ենք իրար կողք։ Իրար վրա չենք դնում, պետք է ստանանք մեկ շերտով։ Ինձ մոտ ստացվել է 2 այսպիսի աման։ Կարող եք միանգամից մեծ ամանով պատրաստել։ Վրան լցնում ենք սերուցքը և մի փոքր ջուր։ Ծածկում ենք փայլատի թեղով, վրան մի քանի անցք ենք անում, որպեսզի օդը դուրս գա միջից, և տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք 220 աստիճանի տակ 40-ից 45 րոպե, որից հետո բացում ենք փայլատի թեղը, վրան լցնում ենք քերած պանիրը և նորից տեղափոխում ենք ջեռոց, մինչև պանիրը հալվի։ Ցանկացած տեսակի հալվող պանիր կարող եք օգտագործել։ Ահա և մեր համեղ ու գեղեցիկ ուտեստը պատրաստ է։ Կարող ենք արդեն մատուցել։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել, ինչ լավ են պահպանվել մակարոնը և միսը։ Շատ հյութեղ և ախորժելի տեսք ունի։ Այս ուտեստը այնքան գեղեցիկ և համեղ է ստացվում, որ կարող եք պատրաստել նաև տոն օրերի ժամանակ և զարմացնել ձեր հյուրերին։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Շատ լավ եփվել է և միսը, և մակարոնը։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող ուտեստի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք։ Այսօր էլ այսքանը, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։